Նոյեմբերի 16-ին ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնությունը հանրային քննարկում էր կազմակերպել Մաշտոցի պուրակում, ամփոփելու նախորդ շաբաթվա աշխատանքները եւ նախանշելու հետագա քայլերն ու անելիքները։ Երեկվա երթից որևէ արդյունք չեղավ, որևէ նամակ կամ նման բաներ, որ գրում ենք, դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենում։ Շատ մեծ խնդիր ունեն իրազեկման։ Իմ կոնկրետ առաջարկի իրազեկման հետ կապված նա է, որ ուսանողներին տեղեկացնենք։ Երկուշաբթի օրը պատրաստում ենք եւս մեկ նամակ ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա ըստ իր իրավասությունների սահմաններում արագացնի իրեն ուղղված նամակի ընթացակարգը, պատրաստվում է բնականաբար սահմանադրական դատարան դիմելու գործընթացը շարունակել, ինչպես նաև ամենակարևոր առաջարկը, որպեսզի այս ամեն ինչը կազմակերպված տեղի ունենա, պետք է առաջին հերթին ձևավորել աշխատանքային խմբեր։ Օրինակ, արհմիություններ ստեղծելու առաջարկ կա, աշխատողների շահերը պաշտպանելու գործառույթը նաև կվերցնի իր վրա։ Դա նաև կարող է հետագայում պետք է գործադուլներ կազմակերպելու համար։ Ամենակարևոր բաներից մեկը, որ այդ արհմիությունը ճիշտ ժողովրդավարական ձևով կազմակերպված ստրուկտուրա ընտրի, որ ոչ մի դեպքում չդառնա հանկարծ այդ արհմիությունների կոնֆեդերացիայի մաս կամ դրա նման ինչ-որ մի կառույց, այլ ինքը գործի անկախ, եթե անհրաժեշտ է նաև անդամավճարներով եւ այլնով։ Հետագա քայլերի հետ կապված առաջարկում եմ, որ մենք այսպեսի ցույցեր նաև անենք, ուրեմն միացյան ավելի բարձր նախագահականի դիմաց, փորձենք, ասենք նախագահից պահանջել, որպեսզի այս օրենքը ստանա դրական լուծում։ Մեկ գրություն առաջարկ ուղարկել ենք փաստաբանների պալատին, որը ունի գիտավերլուծական կենտրոն եւ խնդրել ենք, որպեսզի ամիկուս կուրայ ներկայացնեն կամ գրավոր մեկնաբանություններ, այսինքն երրորդ կողմ, ոնց որ չեզոք կողմ, որը պետք է մասնագիտորեն հիմնավորի տվյալ կൂട്ടակային կենսաթոշակի մասին օրենքի սահմանադրական իրավականության վերաբերյալ, այսինքն որքանով այն օրենքը համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը։ Եթե մենք երկու իշխանություններից գլուխ չենք հանում ու չենք կարողանում պարտավորեցնել, որ ինքը վերանայի այս օրենքը, այսինքն օրենսդիրն ու գործադիրը ձեռը պահեն մնում, մենք ունենք դատական իշխանություն, փորձենք դատական կարգով։ Շատ մեծ հույսեր չեմ կապում դատարանի հետ, բայց գոնե շանս կա, որ կարող ես դուրս գալ սահմանադրական դատարան եւ եվրոպական դատարան։ Մեզ փաստել են, պետք են տնտեսագետներ ընդգրկվեն մեր այդ ոնց անվանում այդ կամպանիայում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ստացել են նախագահական մրցանակներ, պետական ինչ-որ մրցանակներ, բոլորը գնան կազմակերպվենք ավելի ճիշտ, ակցիայի կերպով տանեն եւ հետ հանձնեն այդ բոլոր մրցանակները, որովհետեւ ինչ-որ մրցանակ տալ եւ հետո ինչ-որ գումարներ վերցնել, դա ասենք ստացվում է, որ ոնց որ տունտունիկ խաղանք, էլի, փաստորեն։ Առաջարկում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր համաձայն են այդ առաջարկին, թող իրենց համաձայնությունը տան եւ իրենց վերցրած մրցանակները մի օր որոշենք, դա կլինի կոպիտ ասած մի ֆլեշ մոբ, ոնց որ տանեն եւ հետ հանձնեն ուղղակի։ Մաշտոցի պուրակում կենսաթոշակային պարտադիր վճարների հարցով մյուս հանրային քննարկումը նախատեսվում է կազմակերպել հաջորդ շաբաթ օրը նոյեմբերի 23-ին։ Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են օրենսդիր եւ գործադիր մարմիններից կենսաթոշակների նոր համակարգից պարտադիր բաղադրիչ հանել կամ 1 տարով հետաձգել։ Նրանք դիմել էին ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերին այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու։ Նիստը չկայացավ, քանի որ խորհրդարանում մեծամասնություն կազմող հանրապետական պատգամավորները բոյկոտեցին այն, չապահովելով քվորում։ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվելու է պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը, ինչը կհանգեցնի քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազեցման 6-ից 13%-ով։ Ինքը բավականին մեծ է։